Շատ լավ, պիտի շարունակենք աննյութը, որ սկսանք անցյալ չորեքշաբթի եւ սկսանք խոսելու հարսին մասին, թե ով է հարսը եւ շատ հստակ եղավ թե հարսը եկեղեցին էր եւ խոսեցանք նաեւ թե ինչ է Քրիստոսի նպատակը իր հարսին համար, որ զայն մաքրել, սրբել է եւ պատրաստել է այն հարսանիքին, որ դեղի պիտի ունենա երկնքի մեջ, երբ որ Հիսուս կա եւ իր եկեղեցին հապշտակ է վերդանի, եկեղեցին հոն պիտի դառնա Քրիստոսի հարսը եւ հարսանիքը պիտի դոմվի եկեղեցի մեջ։ Եվ անշուշտ կարևոր մասը, որ շեշտեցինք, մաքրվելն է, սրբվելն է, որ Դերը գուզե, որ իր եկեղեցին մաքուր ներկայացնե իր հորը արչև անարատ ասինք եւ ադիգա կարևոր բան է որովհետեւ ասինք թե երկնքի մեջ մեղ չկա եւ երկնքի մեջ մեղ չի գնար մտնել եթե մենք պիտի որպես Քրիստոսի հարսը մաքուր հագուստներով չենք գնար ներկայանալ Աստծո արչև չենք գնար այդ սրբության մեջ գնալ եւ Քրիստոս իր արյունովը կսրբե կմաքրե մեր մեղքերը եւ մեզի ամեն օր այդ մաքրության մեջ կբահե որբեսի գարնա իր հոր արչև ներկայացնել եւ այսօր քիչ թեր պիտի խոսենք այն մաքրության մասին թե ինչպես պետք է ըլլա եկեղեցին եւ երեք բաներ գործածե Սուրբ Գիրքը պատկերներ եկեղեցի մասին, որ կգտնվի առաջինը Գողոսացիսին մեջ, Գողոսացիս 1:18 Գողոսացիս 1:18-ի մեջ եկեղեցին կներկայացվի իբր մարմին մգսե եւ անիգա է մարմին, այսինքն եկեղեցին գլուխը, որը սկիզբն է մերելներուն անտրանիգը, որբեսի ինք ըլլա ամեն բանի մեջ նախաբադիվ։ Ուրեմն եկեղեցին որպես մարմին ոստեղ կներկայացվի եւ Քրիստոս կսե անոր գլուխն է եւ ասիգա գծուցնե մարմինը, որ ինչպես միասին գշարժի Գորընթացիսի մեջ կխոսի ասոր մասին ժամանակս կարճ չեմ ուզեր շատ մանրամասնություններով երթալ, բայց մարմինը ինչպես իրարու հետ կշարժի եւ գծուցնե թե մարմինը ծառայության մեջ պետք է լա։ Քրիստոսի մարմինը միշտ ծառայության մեջ պետք է լա, շարժում պետք է լա։ Եվ գենթանի մարմին մնասիգա, գենթանի մարմինը շարժում ունի, կյանք ունի իր մեջը։ Երկրորդ կտեսնենք եկեղեցին կներկայացվի որպես շենքմը Եփեսացիս 2:20-22 կսե առաքյալներուն ու մարգարեներուն հիման վրա շինված, որուն անգույնին գլուխը Հիսուս Քրիստոսն է, որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված գաջի սուրբ տաճարը ըլլալ կլա դերոճմով, որով դուք ալ մեկտեղ գշինվիք Աստուծո բնակարան ըլլալու Սուրբ Հոգիով։ Շատ քեղեցիկ բան է այստեղ պատկերը, այս շենքի պատկերը, որոս կներկայացվի Եփեսացիսի մեջը, կսե դուք շինված եք Քրիստոսի վրա, Քրիստոսը հիմն է, եւ Քրիստոսի վրա հիմնված ենք մենք, եւ ինչ կպատահի, կսե բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված գաջի Սուրբ տաճար մգլա դերոճմով։ Մենք ամեն մեկս Քրիստոսի տաճարներն ենք եւ Աստված իր ներկայությունը իր տաճարի մեջ 5 դագարանի մեջ թրած էր եւ հոներ իր ներկայությունը տաճարի մեջ եւ հիմա որ Քրիստոսի մահվնե հետ տաճարին վարակույրը բادرվեցավ եւ սրբությանց բացվեցավ մենք որ հիմա արդարացած ենք Քրիստոսի արյունով կրնանք Աստուծո ներկայության մեջ երթալ եւ մենք կդառնանք տաճարները, որովհետեւ Աստուծո ներկայություն, Աստուծո Սուրբ Հոգին, ինչպես համար գսե, որով դուք ալ մեկտեղ գշինվիք Աստուծո բնակարանը լալու Սուրբ Հոգիով, մենք կդառնանք Աստուծո տաճարը, Աստուծո Սուրբ Հոգին մեր մեջը բնակելով։ Եվ ասիգա
դաջար երբ որ փարը գործածվի գներգայացնե սրբավայրը եւ դերմը ուր Աստուծո ներկայությունը գա ուրեմն որպես շենք որպես դաջար մենք այնտեղն ենք ուր Աստուծո հոգին կփնագի սրբավայրը կդառնանք եւ Աստուծո ներկայությունը մեր մեջը կփնագի եւ անգևերջը վերջին մասը ինչպես բացատրեցինք անցյալ մեր սերդոթյան մեջ թե Քրիստոսի եկեղեցին Քրիստոսի հարսն է եւ Փեսան Հիսուսն է եւ ինչպես Եփեսացիս 5-ի մեջը գարտացինք այն համարները որ Քրիստոս կուզե իր հարսը որպես անարադլա եւ մաքրություն կներկայացնե Քրիստոսի եկեղեցին մաքուր պետք է լա եւ մաքրության վայր մնե այսինքն այն դաջարները, որ Աստուծո կպատկանին, մաքրված սրբված են եւ դաջարը, որ առաջին անգամ շինեցին, մասնավոր օրենքներ կար, որ երբ որ դաջարը շինվեցավ եւ կորզածությամբ դրվեր, պետք է դաջարը սրբվեր, տարբեր զոհեր մատուցանվելով, պատարակներ կատարելով եւ մենք Քրիստոսով սրբվեցանք այդ պատարակը Հիսուս ինքը կատարեց, որ մենք մաքուր լանք։ Մեզի գինա այդ տեղը մաքուր բահել եւ այդ մաքուր բահելու մեջ կարևոր մասը այն է, որ մենք միշտ ինքնակնութեն անցնենք եւ ամեն անգամ որ սխալի մեջ օրինակ պատրաստ լանք այդ սխալը շտկելու, որովհետեւ եկեղեցին գրնա աբագանիլ, գրնա իր մաքրությունը գործընծնել։ Երկրորդ Կորինթացիս 11:3 Երկրորդ Կորինթացիս 11:3 կսե նույնպես ալ ծեր մտքերը աբագանին Քրիստոսին վրա եղած միամդութենեն ոստե գսե մենք Քրիստոսի վրա միամդության հավատքով գրնանք հաստատվել այսինքն միան պետք է հավատաս որբեսի Քրիստոսի ներկայությունը քո կյանքիդ մեջ վայելես անորամար միամդության բառը գործածե երբ որ սկսես քո փիլիսոփայություններդ կամ թե քո գարձիկներդ մեջ բերել այդ նադեն հավատք չես կնար ունենալ որովհետև քո մտածողությունով կփորձես Հիսուսը հասկանալ միամդությամբ կսե հավատալ գա Հիսուսի եւ այդ բանը գրնա աբագանիլ գսե այս համարի մեջ աբագանին Քրիստոսի վրա եղած կվախնամ որ ինչպես օծը Եվան խապեց իր խորամանկությունով նույնպես ալ ծեր մտքերը աբագանին Քրիստոսի վրա եղած միամդեն այս համարը շատ հստակ կնե թե կարելի է որ աղդոդվինք կարելի է որ աբագանին մեր մտքերը մեր սրտերը եւ հավատացյալներ ըսկուշ պետք է լան որ արիդ չիդան եւ օրինակը որ գբերե Եվային օրինակն է կսե ինչպես Եվայի խապեց կսե նորեն սատանան նույն բանը գրնա ցեզիալ անել սատանան չփոխված թարեր ընթացքին նույն խաղապարը նույն ցևը նույն միջոցները գործածե որ հավատացյալները ճամփես շեղեցնե անոնց մտքերը խանգարե եւ ինչ է սատանային ամենամեծ զենքը հավատացյալին ճամփային շեղեցնելու այս է ծննդոց 3:1 կսե եւ դեր Աստուծո ըրած թաշտի բոլոր քազաններեն ավելի խորամանկ էր օծը որ գնաց ըսավ իրավ Աստված ըսավ թե բդուղեն բարդեզին ովևէ ծարեն պիտի ուդեք իրավ Աստված ըսավ ինչ են այս բարերը բարգամ ասոր վրա գենանք եւ խոսենք քիչմը իրավ Աստված ըսավ ինչ կփորձեն էլ սատանան գասկած ստեղծել գնգան մտքի մեջ եւ այ մտքի մեջ որ Աստուծո խոսքին գասկածի եւ այն վարյանին որ մենք Աստուծո խոսքին վրա գասկած կունենանք ասել է թե հավատք է գհերանանք
հավատքը չտեսնված բաներուն ապացույցն է։ Պիտի հավատաս, որ տեսնես, ոչ թե տեսնես եւ հավատաս։ Եվ սատանան միշտ կուքա գսե իրական Աստված ասպես ասավ. կհավատաս Աստուծո ասածին, կհավատաս, որ Աստված կարող է քեզի փոխել։ Եվ այսպեսով, երբ որ գասկած մստեղ ձեր մտքիդ մեջ, հավատքը կգործվի, եւ հավատքը որ գործվի, չես կնար Աստուծո խոստումները ժառանգել։ Եվ երկրորդ Կորինթացիի մեջ կտեսնենք, որ սատանան իր կորձավորները ունի։ Երկրորդ Կորինթացիս 11:15 կսե ուրեմն մեծ բան չէ, որ անոր բաշտոնյաներն ալ արդարության բաշտոնյաներուն գերբարանքը առնեն։ Իրենց վերջը իրենց կորձերուն համեմատ պիտի լա։ Աստեղը շատ վտանգավոր պատկերը մեզ կներկայացնե Պողոս առաքյալը, որ գսե սատանան ալ բաշտոնյաներ ունի եւ գսե արդարության բաշտոնյաներուն գերբարանքը կառնեն։ Շատ անգամ մարդիկ խորին որ սուտ եղող մարդիկ կամ սուտ սատանային կորձավորները պիտի կան գոդոշներով գարմիր հակած եւ ցերկերնին at բադարակաղը որ քարտուններում մեջ կտեսնենք at ծևով հայտնի պիտի լինեն որ ինքը սատանայի կորձավոր է բայց ոչ հոս ինչ կսե շատ վտանգավոր բան մը գասե կսե արդարության բաշտոնյաներուն գերբարանքովը պիտի կան եթե այդպես է ասել է թե հավատացյալը որքան արթուն եւ զգաստ պետք է լա Աստծո խոսքի մեջ եւ անոր մեջ թաղվի որբեսի գարենա զադորոշել շիդագը սխալեն որովհետեւ գեղձերն ալգան շիդագին հետ միշտ գեղձերն ալգան եւ այսօր գեղձերուն թիվը այնքան շատ է որ շատ դժվար է զանազանել որ մեկը ճշմարիտ է որ մեկը գեղձ է եթե Աստծո խոսքին լույսին դակ չնայինք ասոնց մեր գարձիկով մեր խորելով փորձենք զանազանել թե որ մեկն է շիդագը եւ որ մեկն է սխալը հայտնություն 2:4-ը մեզի գսե թե կարելի է որ եկեղեցին իր մաքրությունը սրբությունը գործընծնե եւ Եփեսոսի եկեղեցին Քրիստոսի պատգամը այս է գսե բայց քեզի թեմ փամ ունիմ քու առաջվան սերը ցկեցիր ասիկա կնշանակե թե աղդոդվելու հարց մգա գնամ մեր մտքերը աբագանիլ ինչպես համարսավ եւ այն սերը որ ունեինք Աստուծո հանդեպ գործընծնել ասոր թիմած գնանք նայիլ երկերկոցը որ շատերս չենք հասկնար եւ գսենք ասքիրք ինչու հոսե երկերկոցը հագարակը գտեսնենք սիրահարը ինչպես այնքան սիրո մեջ է որ երկերկոց երկու գսե ինչպես Շուշանը փուշերու մեջ այնպես է իմ սիրուհիս աղջիկներու մեջ եւ 5-րդ համարի մեջ գսե զիս գարգանթակներով զորացուցեք զիս խնձորներով ժողցուցեք վասնզի ես սիրով կնվաղիմ Ոստեղ դեսնենք այս սիրահարները անշուշտ Քրիստոսի պատկերը հոսալգա հարսին եւ փեսային որ ասինքն եկեղեցին հարսն է փեսան Քրիստոսն է պատկերացված մեզի կդեսնենք այս հարաբերությունը այնքան մեծ սեր գա որ չեն գնար իրար մե զադվիլ եւ Լավոդիկիայի եկեղեցին հայտնություն 3 20-ի մեջ Հիսուս նայեցեք ինչ կսե Ահա ես թուրը գայներ եմ ու գզարնեմ եթե մեկը իմ ցայնս լսե ու թուրը փանա անոր կով պիտի մտնեմ եւ անոր հետ ընտրիկ պիտի ունեմ անալ ինձի հետ այս համարը շատ անգամ գարնվի որպես թե Հիսուս անհավատին թուրը գզարնե որ ներս կա եւ անհավատը ապաշխար է բայց եթե համարները լավ գարտանք այս խոսքը որ Հիսուս գսե այս համարի մեջը եկեղեցին է որ գսե
եկեղեցին է որ գրնա թուրը կոչել Հիսուսի, եկեղեցին էլ առանց Հիսուսին ներս կանչելու։ Եկեղեցի փորձել լալ, դաջար լալ առանց Քրիստոսի ներգայության։ Եվ այսօր դիմաց նորեն երթանք երկերկոցը եւ տեսնենք տարբերությունը երկերկոց 5 երկուքեն վերջ կսե ես կքնանամ բայց իմ սիրտս արթուն է ահա իմ սիրականից ցանն է թուրը գզարն է ու գսե ով իմ քույրս իմ սիրուիս իմ աղավնիս իմ գադարյալս փած ինձի քանզի իմ գլուխս ցողով լեցվեցավ իմ վարդերս գիշերվան շողերով եւ հարսը գինը կպատասխանեք սե իմ բատմուջանս հաներեմ զանիգա ինչպես հակնիմ ոտքերս լվացեր եմ զանոք ինչպես աղդոդեմ իմ սիրականս իր ցերկը ձագեն երկնցուց ու անոր համար իմ աղիքս կալարվեցավ ես ելա որ իմ սիրականիս փանամ թուրը ու ցերկերես ըզմուրս ու իմ մադերես ընդիր ըզմուրս կատեցին փագանքը բռնելու դեղին վրա խոսքը տեսնենք որ աղջիկը այլևս անգողին մտածե պիտի քնանա բայց լվացված ամեն ինչ պատրաստ է քնանալու իր սիրական գուքա քիչ մը դժվարին գուքա որ ամեն ինչ վերջայմա յետ պիտի ելե յետ պիտի աղդոդվի ոտքերը առաջվա դուները այսօրվա դուներուն բես չեն չէին ուրեմն այս փոլորի մեջ են գորոշե որ ելը եւ իր սիրականին թուրը փանա եւ հետո 9:16-ի մեջ կշարունակի չեմ զարգացալ դուք վերջը գարտացեք հոս գխոսի գինը որ իր սիրականը որքան անուշ է եւ չի գնար գշտանալ իր սիրականեն սրունքները մարմարե սյուների են ընդիր ոսկի խարիսներու վրա հաստատված գերբարանքը լիփանանի պես եղևներուն պես ընդիր անոր քիմքը քաղցր ու ամբողջ ցանգալի է այս կան զորավոր սեր անշուշտ երկերկոցը սիրո քիրքն է սիրո մասին գխոսի բայց կարևոր բասը որ գուզեմ ծեր ուշադրության անցնել այն բատկերն է որ կներկայացնե այս հարսին եւ փեսային միջև որ որքան զորավոր սեր կա եւ եկեղեցին ալ նույնքան սեր պետք է ունենա իր փեսային որ Հիսուս Քրիստոսն է երբ արդյոք եկեղեցին կգործընծնե իր մաքրությունը անարադությունը Երկրորդ Կորինթացիս 2:17 Երկրորդ Կորինթացիս 2:17 ինչ կսե ինչ կբադահի որ եկեցին գաղդոդվի գաբագանի կսե քանզի մենք շատերուն պես չենք որոնք Աստուծո խոսքը գխարթախեն հաբա գխոսինք անգեղծությամբ որպես թե Աստուծմե գրգված ենք եւ Աստուծո արչև գխոսինք Քրիստոսով ինչ կբադահի գորհոս ինչ կբացադրե հոս ասամանները գսեն մեզի խոսքը գրնա խարտախվիլ եւ խոսքը որ մեկը խարտախ է շատ թյուրությամբ գրնա գործուանման ճամփան բռնել եւ ասիգա անշուշտ ուսուցմունքները գուքա ինչպես քիչ առաջ կարդացինք սատանան իր պաշտոնյաներ ունի որոնք գեղձեն բայց անգետ դուրսալ հավատացյալներ գնան այս վիճակին իրենց մատնել երբ որ կսկսին իրենց համոզել թե մեղքը շիդագ է գերց բարթաբեդություն գերց ճշմարտություն գերց ճշմարտություն չեմ գրանակ բանգա բայց գործենք փամը որ սխալ է ճշմարտություն նկատել եւ ընդունի լադիգա որպես ճշմարտություն որովհետեւ մեր հաշիվին այնպես կուքա եւ այդ ցեվով մենք կրնանք մեր տրպությունը մաքրությունը գործընծնել եւ օրինակը օրինակներ կան աստեղը
հայտնության կրքի մեջը ետ երթանք այսօր բավական օրինակներ կա հայտնություն երկուքեն հայտնություն երկու 20-24 Թիվադիրի եկեղեցին նայեցեք ինչ կբադահեր եւ ինչպես այս Թիվադիրի եկեղեցին աբագանեցավ կսե բայց քեզի թեմ փան ունիմ որ գտուլատրես հեզապել գնոջ որ ինքսինք մարգարեի անվան է ու իմ ծարաներս մոլորեցնելով սորվեցնե բորնգությունն էլ եւ գուրքերու զոհվածներ ուդել ես անոր ժամանակ տվի իր բորնգութենյանը համար աբաշխարելու բայց չաբաշխարեց ահա ես զանիգա անգողին պիտի ցկեմ ու անոր հետ շնություն նողները մեծ նեղության մեջ եթե իրենց կորձերուն համար չաբաշխարեն անոր զավակները պիտի մերցնեմ բոլոր եկեցները պիտի գիտնան թե ես անեմ որ երիգամուկները ու սրդերը կքնեմ յուրաքանչյուրիդ ծեր կորձերուն համեմատ պիտի հադուցանեմ ցեզի գսեմ միսներու դալ թիվադիրի մեջ եք բայց որ թիվադիրի մեջ եք բայց այս վարդապետությունը ճունիկ որ չջանչնակ սատանային ծածուկ բաները ինչպես կսեն ծեր վրա ուրիշ ծանրություն չեմ ցկեր կտեսնենք որ հեզապելի մասին խոսեոս աշուշտադոր պատմությունը երգայն է հեզապելը 5 դագարանի մեջ ամենաչար գինը գնանք նկատել որ այսօր իր անունով հոգի մը գոչվի հեզապելի հոգի Jezebel spirit որ այսպես սատանայական հոգի մնե որ գիներ գրնան ունենալ եւ ամեն բան խանգարել լա իրենց տանը մեջ իրենց շրջանագի մեջ եւ եկեղեցի մեջ ասիգա մեծ ինքնին սերդողությունը պետք ունի բայց սելիկս որ խափող այսպես բոլորող manipulate անգլերեն բարը հայերեն չեմ շերբեր մա manipulate նող հոգի մնե եւ ասիգա եկեղեցի մեջ մտածեր որ իր շահերը իր ուզածը բես ամեն բան դարձնե Բերկամոնին մեջնալ գտեսնենք այսպիսի բաներ մտածեր 2:14-ին 15-ի մեջ կգարտանք 2:14-ին 15 կոնալ ասոր նման բան կբադայր գսե բայց քեզի թեմ քիչ մը բան ունին որ հոտ փաղամին վարդապետության հետևողներ կան որ փաղագին սորվեցուց Իսրայելի որդիներուն արչև քայթաղություն տնել որբեսի անոնք գուրքերու զոհվածներ ուդեն ու բորնգություն ընեն անշուշտ փաղամին վարդապետությունը անալ 5 դագարանեն գուքա օրինակը որ գերց մարգարե մներ եւ տրամի համար քնած որ Իսրայելի ժողովուրդ անիծե եւ պատրաստ էր ամեն ինչ անելու բացի էշ իրեն արտնցուց խոսեցավ եւ արկիլեց ռեշտագը որ իր արչեւ գանած էր անորցուցուց եւ անգևերջը չանիծեց բայց քեշփամ ռավ սավ կացեք խառնվեցեք սավ Իսրայելի ժողովրդին հետ որբեսի գարնակ անոնց հաղթել միջայտ աստված իրենց ասած էր Իսրայելի ժողովրդին ասած էր որ օդարներու հետ ամուսնություն չունենաք ձեր զավակները օդարներու չդակ հաշճարնեք եւ այդ խորհուրդը որ դվավ Իսրայելի ժողովրդին մեջ մտան եւ Իսրայելի ժողովուրդը աբագանեցավ եւ աստուծմերացավ չասվածներու եդևեն կացին բորնգություն բարը անցալ չորեքշաբթի բացադրեցի երբ որ Իսրայելի ժողովուրդը աստված իրեն ընդրեց ժողովուրդ անոնք Եսայի մարգարեությունների մեջ տեսանք որ որպես գին գսե քեզի արի բայց տուն բորնգեցար այսինքն կացիր ուրիշ աստվածներու եդևեն եւ ճիշտ այդ կբադահի երբ որ արիտ կդրվի այսպիսի վարդապետություններ մտնելու արդոնենք որ մտնե եկեղեցիեն ներս
եկեղեցիներու մեջ։ Նաև գտեսնենք 2:20-ի մեջ 2:20 թիվադիրին նորեն հոն բորնգության մասին գխոսի, հոնալ բորնգության հարց մգար եւ ասիգա անշուշտ մարմնավոր բորնգության մասին չխոսիր, հոգեվոր բորնգության մասին խոսի, երբ կծկենք Աստված մեկում եւ գշինենք մեր աստվածները եւ գերտանք անոնց յետևեն։ Եվ ասիգա շատ հստակ կնե, թե կարելի է որ եկեղեցիներ թյուրությամբ աբագանին եւ Աստուծո թեմ կործեն։ Հակոբու 4:4 մեզի գսե շնացողներ, չեք գիտեր թե այս աշխարհին սերը Աստուծո թեմ թշնամություն է, ուստի ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ ինքսինք Աստուծո թշնամի գնա, համարը շատ ավելի կստագացնեն թյուրին կերպով գսե, ով որ աշխարհը գսիրը Աստուծո մե ավելի Աստուծո թշնամի գլա, եւ այս է որ մարդուն գաբագան է, եւ Հութա 23-ը գսե եւ ոմանք վախով ազատեցեք գրագեն հապշտակելով զանոն ադելով մարնեն աղդոդված հանթերցնալ, այսինքն մարդիկ որ Քրիստոսի եկած էին հազիվ գազադին, որովհետև աղդոդված են իրենց հակուսներեն սե ճուն իրենց հակուսները աղդոդված են եւ այդ ամմակրությունը արադները որ իրենց վրա փերած են իրենց գորստյան ջամփան գտանին բայց կսե գրագե անոնցմե գրագեն անոնց ազատեցեք եւ ասի շատ բարձ հստակ կնե թե Քրիստոսի հարսը պետք է ինքնինքը մաքուր բահե վարդապետության մեջ բարոյականով որբեսի գարենա Քրիստ Աստուծո արչև գայնիլ ինչ կբադայի եթե մաքրությունը գործընծնե եկեղեցին Եբրայեցիս 13:4 13:4 Սե ամուսնությունը բոլորովին բադվական է ու անգողին անարատ, բայց Աստված պիտի թադե բորնիկներն ու շնացողները։ Անշուշտ ասիգա մարմնավորի մասին խոսի եւ նույնադեն հոգեվորի մասին խոսի, որ ամուսնությունը գսե բադվական է։ Աստված անիգա բադվական գսե անարատ պետք է լա գսե, այսինքն մեկին մեկ այր եւ ճիշտ ինչ որ բացատրեցինք եթե ներողություն մենք հարցնենք մեկ փեսայի գաբված անշուշտ ասենք թե հիմա նշանված ենք Քրիստոսի հետ հարսանիքը երկինքը պիտի լա մեր նշանդուկը մեր նշանդուկի մադանին Քրիստոսի արյունն է որ մեզի գգաբե իրեն մեզի իր նշանածը գնե բայց անալսեմ որ չմոռնանք որ 5 դագարանի մեջ երբ որ մեկը նշանված լար ամուսնացածի բեսեր այսինքն յետ չեր գնար դառնալ միակ բանը որ բագաս էր հարս եւ փեսան դագավին նույն դեղը չէին ապրեր իրարու չէին միացած եւ ճիշտ կներկայացնե այն պատկերը որ մենք Քրիստոսի նշանածն ենք բայց դագավին Քրիստոսի հետ չենք Քրիստոսի հետ պիտի լանք երբ որ Հիսուս կա իր եկեղեցին երկինք տանի եւ հավիտյան իրեն հետ պիտի ապրինք ուրեմն անարատ պետք է լա գսե այս հարաբերությունը անարատ պետք է լա առաջին Կորինթացիս 6:15-18 6:15-18 գսե չեք գիտեր թե ծեր մարմինները Քրիստոսի անդամներն են
Քրիստոսին անդամներ առնելով բորնիգի անդամներն եմ քավլիցի չեք գիտեր թե ամբոր բորնիգի գմոդենա անոր հետ մեկ մարմին գլա քանզի քիրքը գսե երկուքը մեկ մարմին բիդիլան իսկ ամբոր դերոջը գ մոդենա անոր հետ մեկ հոգի գլա բորնուգութենեն փախեք ամեն մեղք որ մարդ կկործե իր մարմինեն դուրս է բայց ամբոր գբորնգանա իր մարմինին թեմ կմեղանչե շատ խիստ համարներ են ասոն կսե երբ որ մեկը բորնգություն գնե բորնիգին հետ մեկ կլա բայց մենք Քրիստոսի հետ մեկ պետք է լանք կտեսնեք որքան դժվար բան է Աստծո համար ասիգա ընդունել որովհետև մենք շատ թեթևի գարնենք երբ որ մեղք կկործենք բայց Աստծո համար ասիգա մեծ դժվարություն մնե որ կսե ես քեզի նշանեցի իմ որդի Հիսուսի եւ դու հիմա բորնգություն գնես գիշեք Մարիամի բարակային երբ որ Մարիամը հղացավ դագավին չէին ամուսնացած նշանված էր Մարիամը օրենքով գնային Մարիամի քարգոծել խորելով որ բորնգություն հրած էր բայց անշուշտ գիտենք պատմությունը ինչ եղավ ասել է թե մենք չենք գնար ուրիշ մարմինի ծառայել մենք Քրիստոսի մարմինին կպատկանանք Քրիստոսն է մեր գլուխը մենք Քրիստոսի դրված ենք չենք գնար ուրիշներու հետ այսինքն բորնիկներու հետ ըլլալ որտեղ անոնց հետ մեկ կլանք կսե հայտնություն 2 5 եւ 16 ինչ կսե Աստված այն եկեղեցներուն որ այդ իրենց թեմփան ուներ շատ բարձ է կսե միտքդ փեր հիմա ուրգե որ ինգար ու աբաշխարե եւ քու առաջվան կորձեր դրե եթե ոչ շուտով գուքամ քեզի ու քու աշտանագդ իրդեղեն պիտի շարժեմ եթե չաբաշխարես եւ 16-րդ համարը ուստի աբաշխարե եթե ոչ շուտով պիտի կամ քեզի ու իմպերնի սրովը պիտի պատերազմիմ անոնց հետ այս ասել գուզե թե երբ որ մեկը մեղքի մեջ կմնա Աստված պատրաստ է անոնց գործընծնելու այս 16-րդ համարը ճիշտ այդպես է այդ բանն է որ գսե եւ 2:21-ի մեջ քիչ առաջ կարդացինք գսե Աստված ժամանակ կուտա անցերու որ աբագանած են որ աբաշխարեն բայց եթե չաբաշխարեն բիդի վնասը գրեն ադոր Աստված բիդի զարնե իրենց եւ անոնք որ մեղքի մեջ կշարնագեն Աստված իրենց կյանքը կանուխ կառնե եւ ճուզեր որ իրեն անարքանք լա իր անվանը անարքանք բերեն հայտնություն 3:4 կսե սակայն քանի անցեր ունիս սարտիգեի մեջ որոնք իրենց հանդերձները չաղդոդեցին եւ ջերմակներով պիտի բդդին ինձի հետ քանզի արժանի են այս բոլորի մեջ են անցիկ կամ որ գսե չաղդոդեցին իրենց հանդերձները եւ գքաչալերը սարտիգեյեցին որ ամեն մարդ աբաշխարեն եթե ոչ Աստված պատրաստ է բոլոր բորնգողները բաճելու Եբրայեցիս 13:4 գարտացինք սե ամուսնությունը բոլորին պատվական է բայց Աստված պիտի թադե բորնիկներն ու շնացողները եթե այդ բորնգությանը մեջ շարնագենք այդ աղդոդության մեջ աբագանության մեջ շարնագենք կսե Աստված պիտի թադե եւ առաջին Կորինթացիս 3:17-ը ավելի խիստ կխոսի կսե առաջին Կորինթացիս 3:17 կսե եթե մեկը Աստուծո
դաջարը աբագան է աստվածալ զանիգա բիդի աբագան է վասնզի աստուծո դաջարը սուրբ է եւ թուք եք այդ դաջարը շատ խիստ համար մնա ասիկսե աստվածալ անոր բիդի գործանե եւ հայտնության քրկի մեջը նորեն երկրորդ համարին երկրորդ գլխում մեջը 22-ին 23 գսե անոնց որ այս բանի մեջ կշարնագեն եկեղեցիներուն մասին այս խոսքը եկեղեցիներուն գխոսի 22-ին 23 գսե ես զանիգա անգողին պիտի ցկեմ ու անոր հետ շնություն նողները մեծ նեղության մեջ եթե իրենց կորձերուն համար չաշխարեն անոր զավակները պիտի մերցնեմ ու բոլոր եկեղեցիները պիտի գիտնան թե ես անեմ որ երգամքները ու սրդերը կքննեմ յուրաքանչյուրից ձեր կորձերուն հայմատ պիտի հադուցանեմ հոս բավական խորունկ բաներ կան նորեն ժամանակս կաջեպեց արագ մսեմ ինչի մասին կխոսի կսե անոնք որոնք բորնգության մեջ գտնվին բորնիգին պատիժ պիտի առնեն եւ շարունակություն եթե գարտանք հայտնություն քիրքը գիտենք բորնիգին ինչ պատահեցավ բորնիգը մեծ նեղության մեջ մնաց մեծ նեղութենեն անցավ եւ անոնք որոնք չեն ապաշխարել գսե մեծ նեղության մեջ պիտի մեծ նեղութենեն պիտի անցնին tribulation-ն պիտի անցնին եւ ասիգա շատ հստակ է թե բորնգության մեջ մնալը ոչ մեկ լավություն ունի ընդհանրակը գործանումի պիտի դանի բոլոր անոնց որ այդ բորնգության մեջ կմնան գներեք այսօր ուշը սկսա քիչմը կուզեմ շարունակել ասնիտը բավական երկայն է դեռ մեկ չորեքշաբթի եւս ունենք ուրեմն քիչ համբերեցեք ինձի մեկ բաժին եւս կա կուզեմ անոր վրային անցնել անգե վերջը պիտի գնամ ուրեմն հիմա որ խոսեցանք հարսին մաքրության մասին որ մաքուր պետք է լա անարատ պետք է լա ինչ պիտի բադահի այդ անարատ հարսին կգարտանք հայտնություն 19-ին մեջը բացմությունը երկայն է կուզեմ որ դուք կարտակ այս համարները գիտեմ բավական համարներ դրած եմ հոն բիդի հարսը Քրիստոս իր հարսը ներկայացնե իր հոր արչև եւ հոն բիդի կոյանա այն հարսանիքը քարնուգին հարսանիքը եւ գտեսնենք ինչ կբադահի գսե 19-ի մեջ անգե յետքը շատ բազմության մեծ ցայմը լսեցի երկինքեն ասելով անգե յետքը գսե ինչի մասին գխոսի անգե յետ գսելով եթե երթանք հայտնություն 18-ը կհասկանանք ինչ բադահեցավ հոնդեղը մեծ փապելոնը ինգավ աշխարհի համակարգը գործանեցավ անգե վերջը պիտի բադահի այս հարսանիքը 18-րդ գլուխը գարտակն է ավելի գստականա ասկե յետ գսե երկինքի մեջ կդեսնվի այդ բաները եւ անշուշտ եթե ժամանակի ընթացքը գուզեք հետևիլ կրնակ երթալ հայտնություն 16-17 եւ կդեսնենք որ այս բոլորը բադայեցան երբ որ 7-րդ սկավառակը ցկվեցավ աշխարհի վրա այն ադեն էր որ այս մեծ նեղության ժամանակ ինգավ Պապելոնը ինգավ աշխարհի համակարգը կանտվեցավ եւ անգե վերջն է որ կգարտանք 19 11-ին 15-ի մեջ կդեսնենք որ հոնդեղը կգադարվի հարսանիքը քարնուգին հարսանիքին ընտրիքը 4 համարեն ներողություն 4 համարեն կբացադրե եւ վերջը կդեսնենք որ Հիսուս կվերաթարնա իր սուրբերով հարսանիքեն մեջ կվերաթարնա աշխարհ 19-րդ գլխում 11-ին 15-ի մեջ կդեսնենք որ կվերաթարնա իր սուրբերուն հետ որբեսի սատանաներին ուժերուն թեմ բայկարի եւ հոնդեղը պիտի գործանե բոլոր
այդ անցիգը որ Երուսաղեմի թեմ եկած էին նորեն երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:7-10 Մատթեոս 24:29-30 այս բոլոր ճշմարտություններ ավելի կստագացնեն եւ եթե դեր գուզեք գտնալ այս հարսանիքը ուր պիտի բադայի 19:1-ի մեջը շատ հստակ կսե անգե յետքը շատ բազմության մեծ ցայմը լսեցի երկինքեն ուրեմն քարնուգին հարսանիքը պիտի ըլլա երկինքի մեջ ով պիտի ըլլա այդ հարսանիքին 19:14-ի մեջ կգարտանք որ գսե հոմ պիտի ըլլա 14 24 կենթաներ ինգան ու երկրբակությունը ռին աստուծո որ աթոր գնստի սելով ամեն ալելույա ուրեմն աստված ինքոն բիդելա քարնուգին հարսանիքին անգևերջը կդեսնենք որ 6-րդ համարի մեջ կսե բազմության ցայնի բես ցայմ լսեցի բազմության ցայնի բես կսե ու շատ շուրերու ցայնի բես ու սաստիկ որոդումներու ցայնի բես որոնք կսեին ալելույա վասնզի մեր ամենագալ Տեր Աստվածը թակավորեց հոն երջախումբը բիդիլլա այդ երջախումբը որ հավիդյան ալելույաներ բիդի երկե Աստուծո ուրեմն Աստված կա երջախումբը կա անգևերջը ով կա ուրիշ 7-րդ համարի մեջ կգարտանք սե խնդանք եւ ուրախանանք ու փարտանք անոր քանզի քարնուգին հարսանիք ասավ անոր գինը ինքսինք պատրաստեց քարնուգը հոմբիլա Հիսուս Քրիստոս ինքը հոներ գաբիլա 7-8-ի մեջ գսե գինը ինքսինք պատրաստեց այսինքն հարսը եկեղեցին հոմբիլա եւ իրեն հակնելու համար դրվեցավ մաքուր ու լուսափայլ փեհեզ քանզի այս փեհեզը սուրբերուն արդարությունն է ինչ կեղեցիկ պատկեր ասիգա այս բոլորը հոն ներգա բիդելան եւ եթե շարունակենք կտեսնենք որ նաեւ հոն բիդելա երկնային Երուսաղեմը ռեշտակները պիտի հոն կտեսնենք Աստուծո թակավորության բոլոր մեջ եղողները որոնք որ կան եւ շատ հստակ է այս պատկերը չեմ ուզեր ավելի ժամանակ անցնել գեղեցիկ պատկեր մնե ասիգա կներկայացնե մեզի քարնուգին հարսանիքը եւ այս բոլորի ներկայության մեջ կգարտանք որ հարսանիքը դեղի պիտի ունենա եւ անշուշտ այսօր պատկերը կտեսնենք Մատթեոս 22:1-10-ի մեջը այսօր մասին ցեզի պատկամ դվի ասկե մի քանի շաբաթներ առաջ հարսանիքի ընթրիքը եւ Հիսուս հրավիրեց բոլոր անոնք որ ուզեցին գամավոր կալ որովհետեւ շատեր որ հրավիրված էին չեգանոն եւ ադիգա կներկայացնե Իսրայելի ժողովուրդը որ մերժեցին Քրիստոսը բայց ասավ Հիսուս կացեք ճամփային ով որ գտնեք հրավիրեցեք ով որ կա եւ անդեղը եկողները բոլորնալ պետք է ջերմակակուստակնեին որովհետեւ տեսնենք ոնց որ մեկ օքի եկավ առանց ջերմակակուստի եւ սավ ինչու համար թուն ջերմակ հակուսությունից եւ ադիգա գծուցնե թե այդ անձը գուզեր իր արդարությունով երկինք մտնել եւ դուրս տրվեցավ գսե ոնդեղը լալ ու ագրաներ գճրդել գա եւ գտեսնենք որ այս պատկերը հարսանիքի պատկերը սուրբիկի մեջ շատ մտեղեր կգտնվի կանայի հարսանիքին գհոն խնջույք կար եւ խնջույք պիտի լա երկինքի մեջ այս հարսանիքին ադենը եւ անշուշտ նաեւ ընտրիքի մասին խոսի 19:9-ին մեջը եւ ինձի սավ քրե երանելի անոնք որ քարնուկին հարսանիքին ընտրիքին գանչված են ու ինձի սավ ասոնք են Աստուծո ճշմարիտ խոսքերը ինչ լավ բիդելար այդ ընտրիքին բոլորս ներգալայինք
մենք մեր եկեղեցի մեջ ամեն անգամ որ ընտրիկ ունենք, ինչ ուրախություն ունենանք, ինչ լավ այս գիրագյորը որ ունեցանք, շաբաթօրը, մեր ջաշերը, ինչ հաճելի բահեր էին, երևակայեցեք, ինչ քեղեցիկ բահ պիտի լա, երբ որ քարնուգին սեղանի շուրջ նստած միլիոնավորներ այդ ընտրիկին մաս կազմենք։ Եվ ասիգա պիտի գադարե այն խոստումը, որ Հիսուս տվավ, երբ որ ինքը աշխարի վրա էր, Մատթեոս քրքի մեջը, երբ որ վերջին ընտրիկը գներ Հիսուս, ինչը սավ Մատթեոս 26-29 բայց կսեմ ցեզի ասկե հետո որդին փերքեն փնավ պիտի չխմեմ մինչև այն օրը երբ ցեզի հետ նոր քինին խմեմ իմ հորս թագավորության մեջ Հիսուս կխոսի քարնուգին հարսանիքի մասին եւ գսե այլևս պիտի փերքեն հորս փերքեն պիտի չխմեմ գսե մինչև որդին փերքեն պիտի չխմեմ մինչև որ հորս տանը մեջ ցեզի հետ անգամ եւս հանդիպիմ ուրեմն Հիսուս կսպասե հրավեր դված է բոլորիս մեզի դված է ամեն ինչ որ պետք ունենք որբեսի արդարության հակուսները մեր վրա հագնենք որբեսի մաքուրը լանք անարադը լանք ամփիձը լանք եւ կսպասե մեզի որ մոդադենեն այդ քարնուգին հարսանիքին ընտրիկին բոլորս ալ մաս կազմենք փառքը լա դերոջը այս շնորհքին համար ողորմության համար դերը որ մեր վրա թափեց եւ մենք կրնանք իր օգնությամբ սուրբոքին օգնությամբ որ մեր մեջն է դաջարներուն մեջն է մաքրվել սրբվել պատրաստվել ամենադեն որովհետև շատ չանցած գիտենք որ մեր Հիսուս Քրիստոս պիտի վերադառնա եւ մենք արդյոք ինչպես պիտի թիմավորենք սին մաքուրակուսներով թե ոչ աղդոդված եւ պիտի բավդենք դեմը կամ փորձենք մենք մեզի ծածկել որովհետև գիտենք որ հակուսնից մաքուր չէ անշուշտ հարսը որ հարսանիքին գուկա այդ հարցերը ճունի մաքուր փայլուն հակուսներով գուկա հարսանիքին կներգանա եւ ամեն մարդ որ հարսը գտիդե գզմայլի եւ գսամ որ այսօր երբ մարդիկ մեզի գտիդեն գզմայլին Քրիստոսի բատկերը մեր մեջը դեսնելով Տերը օրհնե բոլորիդ